Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News YouTube-յան ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես խնդրում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր սկսել են հետևել Armix News ալիքի թողարկումներին եւ դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Armix News YouTube-յան ալիքին եւ հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Այսօր մեր տաղավարում է Սփյուռքահայ հասարակական քաղաքական գործիչ Ալեքսան Քյոշկերյանը։ Պարոն Քյոշկերյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու։ Շնորհակալություն, դուք լավ եղեք։ Բոլորս Հայաստանում մասնավորապես մտահոգված ենք Լիբանանում տիրող իրավիճակի շուրջ եւ կուզենանք ձեր մեկնաբանությունները իմանանք Լիբանանի իրավիճակի վերաբերյալ։ Ինչու է, պարոն Քյոշկերյան, Իսրայելը հարվածներ հասցնում Հայաստանի համար շատ բարեկամ դրկից Լիբանանին։ Բարև մանուկ, բարև բոլոր ունկնդիրներուդ։ Ուրեմն տեսեք, Լիբանանի թե Իսրայելի պատերազմը նոր չսկսավ։ Իրականությունը, եթե գուզեք 2024-ին ընդհատված պատերազմն էր ասի, եւ երբ վերսկսվեցավ, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը միասնաբար իրենց ռազմական գործողությունները սկսան Իրանի Իսլամական Հանրապետության թեմ։ Ուրեմն ճիշտ այդ ընթացքին էր Լիբանան, որ Լիբանանի մեջ գտնվող դիմադրության շարժումը, որ կոչվի Հեզբոլլա, աջակցելով Իրանի Իսլամական Հանրապետության, հագաթարցեց Լիբանանին Իսրայելի վրա։ Այսինքն, երբ որ աջակցումը սկսավ արաբական կամ Մարսից ծոցի մեջ, այստեղ են Լիբանանյան Հեզբոլլան որպես աջակցություն եւ զորակցություն Իրանին հրթիռագործեց Իսրայելի հյուսիսային շրջանները եւ այսպեսով իդ վերսկսվեցին Լիբանանի ռմբակոծումը եւ այսօրվա դրությամբ հավանաբար լրատվամիջոցները կհետևիկ հագարական իրականության, որ իբր թե այսքե մի քանի օր առաջ հրադադար հայտարարված էր, սակայն իսրայելյան օդուժի եւ Իսրայելի ներխուժումը կշարունակվի Լիբանանի մեջ, ամենօրյա թիրախավորումներ կան հարավային գյուղերը եւ այսօրվա դրությամբ Լիբանանի հարավի մեջ 52 գյուղ արդեն բռնակրաված է Իսրայելի կողմեն եւ Իսրայել կմերժե քաշվիլատ իրեն բռնակրաված գյուղերեն։ Ռազմական գործողությունները շատ ավելի մեղմացած են այսօրվա դրությամբ, սակայն այդ հարավային շրջանի մեջ, որ Իսրայելը կուզե ստեղծել այսպես բուֆերային զոն կուզե ստեղծել, այդ զոնի մեջ մարտերը կշարունակվին եւ հարավային քաղաքականները կմնան Լիբանանի տարբեր շրջաններում մեջ։ Հիմա պատճառը ինչ էր այս բոլորին, պատճառը շատ հստակ է, մեծ պետություններու այս բարակային Ամերիկյան Միացյալ Նահանգներու եւ Իսրայել այս երկիագին ցանկությունն է դիրել աշխարհի նավթի աղբյուրներուն վրա։ Շատ հստակ է, որ այս պատերազմի հիմնական պատճառը Ամերիկյան Միացյալ Նահանգներու եւ Իսրայելի զավալողաբաշխական եւ գայսերաբաշխական իրենց նկարդումներն են։ Այսօր գողքին Իրանի հեղինակության բարձրացումը եւ Իրանի կարողություններու տարածումը տարածաշրջանի մեջն է։ Այսինչ ոչ Ամերիկայի հաշվում կա եւ ոչ Իսրայելի հաշվում կա եւ երկու քնալ գուզեն չեզոքացնել, այսպես կամ փոքրացնել Իրանի ասացությունը ամբողջ տարածաշրջանի մեջ։ Հիմնական պատճառը այս պատերազմին եւ իմ կարծիքով այս պատերազմը բավականին երկար կդեվե, որովհետեւ Իսրայելը պատերազմը կեցնելու պայմաններն մեկը Հեզբոլլայի զինաթափումն է։ Իսկ Հեզբոլլայի զինաթափելը այս բարակային շատ դժվար է, որովհետև ինչպես գիտես Լիբանանը համայնքային պետություն է մանուկ եւ Հեզբոլլան հիմնականը կպատկանի շիա համայնքին եւ շիա համայնքի մեծամասնությունը գաչակցի Հեզբոլլային։ Հիմա գիտես որ ինչպես կրնալա որ երկրի մեջ այսքան հզոր զինյալ գազམ-ավորումը գոյություն ունենա, զինյալ գազམ-ավորումը որ Լիբանանի բանակեն շատ ավելի զորավոր է, այո Բատկերը բանը դուրս է, օրինաչափությունն է դուրս է, բնականաբար Լիբանանը պետք է ունենա մեկ զինյալ ուժ եւ Լիբանանի արտաքին քաղաքականությունը պետք է Լիբանանյան կառավարությունը ինքը դիրապետե այդ քաղաքականության։
Այսօրվա դրությամբ Լիբանանի կառավարությունը եւ Լիբանան պետությունը չունի այդ կարողությունը, որ ինքը դիրաբեդ է իր արտաքին քաղաքականության եւ չագերտավոր պիտի օգտագործեմ այս բառը, ինգած է Իրանի աստեցության դակ, քանի որ Հեզբոլլան կմերժի հանձնել զենքը եւ կշարունակի թիմադրել Իսրայելին։ Դուք ասում եք, որ Իրանի ազդեցության, բայց Լիբանանի կառավարությունը Հեզբոլլայի կառավարությունը չի, չէ, եւ որքան ես գիտեմ, Հեզբոլլայի ազդեցությունը այնքան էլ մեծ չի Լիբանանում։ Այսօր Հեզբոլլան կառավարության մեջ նախարարներ ունի, կառավարության անդամ են։ Այսօրվա կառավարությունը իր ընդհանրությամբ իր գարույցով, այո, միանշանակ Հեզբոլլայի կառավարություն չէ, սակայն կառավարությունը կարողություն չունի Հեզբոլլան զինաթափել։ Հա, բարձ է։ Այսպես է, այսինքն անգախ ամեն ինչ են, երկու օր առաջ Լիբանանի նախագահը հայտարարեց, որ մենք բանակցություններում պետք է երթանք եւ Իսրայել պետք է քաշվի Լիբանանեն, Լիբանանի պետությունը իր քերիշխանությունը պետք է դարազի ամբողջ բանի վրա, ասենք թեկուզ կրավյալ դարածներում վրա Իսրայելը պետք է քաշվի եւ այստեղ ծևով մանուղագիր ծևով քննադատեց Հեզբոլլան, որ այս պատերազմ Լիբանանը ներքաշեցին պատերազմի մեջ Հեզբոլլայի տանուր քարտուղարը ելավ եւ Լիբանանի նախագահային քննադատեց եւ ասաց որ մենք ոչ մեկին զենք չենք հանձնել, մենք մինչեւ վերջ պիտի գրվենք։ Այս փաստորեն ինչ կլագոր Հեզբոլլան, որ ինքը զինյալ միավորում մնե եւ ֆինանսավորված է եւ զինված է Իրանի կողմէ, ինքը կշարունակի գրվել Իսրայելի թեմ եւ փաստորեն Լիբանանը ուզե թե չուզե կներքաշվի այս պատերազմին մեջ։ Այսօրվա դրությամբ Լիբանանի նյութական վնասները կկերազանցեն 20 միլիարդ դոլարը, ավելի քան 1 միլիոն մարդ քաղաքական դարձած է իր գյուղերեն, ավելի քան 2700 անվերաթարց վնասներ ունենք, որոնք մարդկային զոհեր են, որոնց համար մենք բնականաբար գծավենք, որովհետև մեր համակարգացիներն են, մեր համայրգրացիներն են, մենք իրենց հետ հաց կերած ենք, ջուր խմած ենք, սակայն անօրինաչափ երևույթ գոյություն ունի եւ անպայման այս երկիրը պետք է անօրինաչափությունեն դուրս գա եւ ես կգործեմ որ Հեզբոլլան վերջավորության իր մեջ կգտնի այդ ուժը եւ կհասնենք օր այդ վիճակին որ Հեզբոլլան իր զենքերը գտնե Լիբանանի պետության դրամատրության տակ եւ այս տնջուկը գավարդի Լիբանանի պետությունն կկարողանա ազատագրել բռնակրավյալ դարածները եւ թշնամի Իսրայելին կմղե իր սահմաններեն դուրս։ Եղավ ձեր տարբերակով, բայց Իսրայելը շարունակեց իր ծավալապաշտական նկրտումները Լիբանանի հանդեպ, այսինքն օգտվեց նրանից, որ կարողացավ զինաթափել Հեզբոլլահին, զիջումներ կորզեց, բայց դրանից հետո արդեն ուզեցավ ավելի մեծ զիջումների ենթարկել Լիբանանը։ Ինչ է, այդպես ավելի վտանգավոր սցենար չի, հաշվի առնելով Իսրայելի այսօրվա ֆաշիստական, ծավալապաշտական Նեթանյահուի քաղաքականությունը, որ նույնիսկ եվրոպական շատ երկրների լիդերներ դատապարտում են։ Դարգումը իրավացի է եւ այո, իրավացի է եւ դրամավ եւ շատ մեծ դրամաբանություն կա մեջը Նեթանյահուի կառավարության անտեպ ոչ ոք վստահություն ունի։ Չես կրնալ վստահի Նեթանյահուի կառավարության։ Սակայն մյուս կողմեն Լիբանանի պետական օրինավոր կառույցները գուզեն իրենց գործունեությունը ունենալ եւ Լիբանանի նախագահը եւ կառավարությունը գուզեն այս հարցը դիվանագիտությամբ լուծել եւ ոչ թե զենքով։ Հստակ է որ Իսրայելը շատ ավելի մեծ ռազմական կարողություններ ունի եւ ռազմական միջոցներով Իսրայելին հաղթելը անհնար է։ Ոչ թե Լիբանանը, ոչ թե Հեզբոլլա եւ ոչ ոք դեռ Իսրայելին հաղթել այս մեր տարածաշրջանի մեջ։ Լիբանանը Իսրայելին հաղթել ռազմական կետնի վրա չի գրնար։ Փաստորեն Հեզբոլլան կշարունակի թիմադրել իր ունեցած սահմանափակ միջոցներով, Իսրայել կշարունակի գրավել նոր տարածքներ Լիբանանեն եւ Լիբանան կմնա ասանգայուն վիճակի մեջ տնտեսական վնասներ, մարդկային մեծ զոհեր, վիրավորներ, անընդհատ փլատակներ եւ այլն ռազմական ցևով Իսրայելին հաղթել հնարավոր չէ Իսրայելին միայն գրնաց դիմադրել սահմանափակ միջոցներով սակայն հաղթել հնարավոր չէ եւ ավելին
Իսրայելին այդ տարածքները դուրս մղել հնարավոր չէ։ Լիբանանին դրամատրված ուժերով, լա այդ Հեզբոլլահին ունեցած զենքը զինամթերքը կամ լիբանանյան բանակը որ շատ ավելի թույլ է։ Այսինքն պաստորեն լիբանանցիները գոհ են ինքնամաշումը պիտի շարունակվի եւ վերջի վերջո Աստված մի արասե ուր գահստինք չենք գիտեր, որտեղ Լիբանանի մեջ եւս երկույություն կա, քաղաքացիներու մեծ բաժինը գողմ է Հեզբոլլահի զինաթափման եւ ճուզեր բادرազմի միջոցով լուծել այս հարցը եւ Հեզբոլլահն գմերժե զինաթափվել։ Այսինքն գրնա Աստված մի արասե կսեմ գոր քաղաքացիական փախումներու ալ գրնա լալ որ այս ամենը դանի որ մենք թեմ ենք ասոր եւ երբեք համացայնենք եւ չենք գնար համացայն գտնվել այս առումով։ Եվ հիմա եթե քիչ հետո խոսենք մեր հայ համայնքի դիրքորոշման մասին, ես քեզ կսեմ հայ համայնքը եւ հայ քաղաքական կուսակցությունները ինչ կմտածեն այս ուղղությամբ։ Մասնավորապես անցնենք հայ համայնքի խնդիրներին, որովհետեւ գիտենք, որ մերձավոր արևելքի երկրներում, մասնավորապես Լիբանանում, որտեղ որ դուք բնակվում եք, մեծ հայ համայնքը իր մեծ ավանդույթներով եւ մեծ պատմությամբ։ Ինչ իրավիճակում է հիմա Ալեքսան հայ համայնքը, ինչպիսի վտանգներ են սպառնում հայ համայնքին եւ ինչ պիտի անի մեր հայ համայնքը, որպեսզի խույս տա այդ վտանգներից։ Մեր հայկական թաղամասերը ընդհանրապես թիրախավորված չեն։ Այո։ Թիրախավորված չեն այն առումով, որ ասենք Հեզբոլլահի ղեկավար անձնավորություններ մեր թաղամասերում մեջ չեն գտնվել։ Սակայն հայահոս շրջաններում մեջ մենք ընդունեցինք մեր համակարգացիները հնվեր հնարավորության չափ իրենց կփորձենք պատասխանել, իրենց կարիքները կփորձենք հոգալ, որովհետև վերջի վերջո ասոնք մեր համակարգացիներն են, մեր համաերկրացիներն են։ Լիբանանի մեջ գործող 3 քաղաքական կուսակցությունները, անցի սոցիալ-դեմոկրատ ընչակյան կուսակցությունը, հայեղափոխական դաշնակցությունը եւ ռազմավար ազգական կուսակցությունը, իրենց մշտական հանդիպումները կշարունակեն եւ միշտ իրար հետ խորհրդակցաբար, ասեմ որ ասածս ոչ թե բարբերաբար դերի կունենա, այլ Արորյա գդրվածքի վրա է, կուսակցական ղեկավար ընկերները բոլորը իրար հետ գաբի մեջ են, իրար հետ կխոսին, կզրուցեն, յուրաքանչյուր զարգացման բարակային իրենց դիրքորոշումները կհայտնեն, զերծ պահելու հայ համայնքը որևէ մեկ ցնցումներ է։ Հայկական կուսակցություններու դիրքորոշումը շատ հստակ է, լիբանանյան ներքին առումով չի մխրջվել որևէ մեկ ներքին դարակարծություններու մեջ, չի մխրջվել որևէ մեկ ներքին հագամարտության մեջ, մենք բոլորովին թեմ ենք, որ այս բոլոր եղած հարցերը անպայմանորեն պետք է լուծվին երկխոսությամբ եւ իրար հասկացողությամբ։ Մեզի համար միանշանակ է Իսրայելը զավթող երկիր է, Իսրայելը զավթած է Լիբանանի տարածքեն որոշ մասը, գրմփագոձե բժշկական օգնության հասնող այդ բժշկական խումբերը, դպրոցներ եւ քաղաքացիական անձնավորություններ եւ մինչեւ իսկ լրագրողներ։ Դե մենք բոլորս տեսանք, Ալեքսան ջան, բոլորս տեսանք իսրայելական Նեթանյահոյական, գուցե Նեթանյահուն հեռանա եւ այնտեղ ինչ որ մի բան փոխվի, վարչակարգի ցեղասպանական բարբարոսությունները Գազայում եւ ձեր ասածները կարծես թե համընկնում են այն բարբարոսությունների ոգուն, որ Նեթանյահուի վարչակարգը իրականացրեց Գազայում, դա պարզապես ցեղասպանություն էր եւ առաջադեմ մարդկությունը կարելի է ասել գոնե դատապարտեց այդ ողբերգությունը։ Դրա համար կարծես թե այդ վարչակարգի հետ շատ բարդ է լինելու երկխոսությունը, բայց ողջունում եմ իհարկե ձեր ասածի տրամաբանությունը եւ եթե 3 հայ ավանդական կուսակցությունները, ինչպես նաեւ այլ քաղաքական հոսանքները, նաեւ կրոնական կազմակերպությունները համահունչ են այս հարցում, համահունչ են Լիբանանը միասնական տեսնելու երկխոսության մեջ, բարիդրացիական երկխոսության մեջ տեսնելու հարցում, ուրեմն նշանակում է դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Գերգին մի ասեմ եւ մի ամփոփեմ Լիբանանի հայ քաղաքական կուսակցություններուն համար Լիբանանի դարածքային ամբողջականությունը միանշանակ քերաթաս սկզբունք է Լիբանանի ներքին անդորությունը եւ քաղաքացիական խաղաղությունը
եւ հարցերը երկխոսությամբ լուծելը մեզի համար միանշանակ սկզբունքային հարցեր են, որոնց համար մենք զիջում չունենք եւ եթե դեր մկա որ ասված մի արասե դարբեր հոսանքներ, դարբեր քաղաքական ուժեր փորձեն խանգարել այդ ընդհանուր անտորը մենք պիտի փորձենք ընդհանրակը լալ այդ կամուրջը եւ լալ այդ խաղացնող այդ ուժը որ պիտի բրգել Լիբանանը հարաճիգա որևէ մեկ ցնցումները Այ համայնքը նույնիսկ սրանից առաջ եղած այսպես ցնցումների ժամանակ, որոնք ցավոք սրտի տեղի են ունեցել Լիբանանում, պատերազմների, հակամարտությունների ժամանակ, միշտ էլ իր բարձրության վրա է եղել եւ Լիբանանի հարցում միշտ էլ ունեցել է պետականամետ դիրքորոշում, այսինքն միշտ էլ կարողացել է պաշտպանել Լիբանանի ազգային եւ պետական արժանապատվությունը։ Անցյալ դարի 70-ական թվականներին, երբ որ դարձյալ ես գիտեի ինչպես մեր ավանդական կուսակցությունները Լիբանանում գործող համախմբվեցին եւ կարողացան միասնական ճակատով հանդես գալ։ Այո, մանուկ ճիշտ էր նկատառումը, մոտավորապես այսօր նույն վիճակի մեջ ենք, այդ ժամանակ երբ որ ալբանանցի քաղաքացիներու մեջ խրամատներ բաժնված էին եւ զինյալ բախումներ տեղի ունենային, հայկական քաղաքական կուսակցությունները շատ հետաքրքիր այսպես բանացեումը որ տեկրած էին, որ գոչվեր թրական չեզոքություն, սակայն ոչ անդարբերություն, թրական չեզոքություն, այսինքն կնշանակե մենք չեզոք ենք, չենք մասնակցել որևէ մեկ կողմի հետ գրվին, սակայն միշտ պատրաստ ենք այդ խաղաղությունը պահպանելու եւ այդ կամուրջը ըլլալու։ Այո, Լիբանանի մաղթենք շուտ ապույտ խաղաղության հաստատում, Լիբանանի ժողովրդին, ողջ ժողովրդին, անդոր խաղաղություն, այս հակամարտության կարգավորում, ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին։ Շնորհակալություն Ալեքսան։ Armix News ալիքի ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի եթերում այսօր մենք հյուրընկալել էինք սփյուռքահայ հասարակական քաղաքական գործիչ Ալեքսան Քյոշկերյանին։ Ես կրկին դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր արդեն հետևում են Armix News ալիքի թողարկումներին, բայց դեռ հանգամանքների բերումով չեն հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Armix News YouTube-յան ալիքին։